ազատության միջազգային օրը Հայաստանը դիմավորում է այնտեղ, որտեղ որ հայտնվեց այն բանից հետո, երբ 2002 թվականին եթերազրկվեց Ամեկ+ հեռուստաընկերությունը, անազատ մամուլ ունեցող երկրների շարքում։ Թեև կարելի է նաև ասել, որ դատելով Freedom House կազմակերպության մամուլի ազատություն 2015 զեկույցից, Հայաստանն այժմ անազատ և մասամբ ազատ երկրների սահմանագծում է։ Այսուհանդերձ ոմանք այս գնահատականը համարում են քաղաքական ազդեցությունների հետևանք։ Այդպես է իրոք, նաև այս մասին ենք զրուցելու Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերի մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի և Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ։ Պարոն Հարությունյան, վարկանիշը կազմվում է 3 կատեգորիաների վերլուծության հիման վրա, ԶԼՄ-ների գործունեության իրավական դաշտ, քաղաքական միջամտություն լուսաբանման գործընթացին և տնտեսական ճնշումներ նյութերի տարածման գործընթացի և բովանդակության վրա։ Միթե այս 3 չափանիշների առումով Հայաստանում այս տարիներին, ինչ եթերազրկվեց Ամեկ+-ը, չի եղել որևէ դրական փոփոխություն։ Ես ինչքան գիտեմ, այս վերջին գնահատականը նախորդ տարվա գնահատականից մի միավորով գոնե բաներ, այսինքն ինչ որ բարելավում Freedom House-ին արձանագրել է, բայց եթե համեմատում ենք այլ հայաստանյան թեկուզ կազմակերպությունների վերլուծությունների հետ, ապա տեսնում ենք, որ գնահատականը կարելի է համարել օբյեկտիվին մոտիկ, հա։ Այսպես ասենք, հենց իրենց չափանիշներով նայենք, օրենսդրական դաշտը, ըստ էության, այո, օրենսդրական դաշտը բավականին լավն է մեզանում, բայց օրենսդրության կիրառական պրակտիկայում, հա, այն ինչ որ լրատվամիջոցների դեմ է, ցավոք այս տարիների ընթացքում անընդհատ երևույթներ են նկատվել։ Իսկ վերջին տարում 2014 թվականին այնպիսի բացասական միտումներ եղան, որ հավանաբար կարող էին ազդել այդ գնահատականի վրա։ Խոսքս վերաբերում է եւ դատախազության հայտարարությանը աղբյուրների բացահայտման հետ կապված եւ անմիջապես դրան հաջորդած աղբյուրների բացահայտման պահանջը երկու լրատվամիջոցների հրապարակ թերթին եւ Իլուր կայքին եւ դրա հետ կապված բոլոր process-ները։ Այսինքն եւ երկրորդ իշխանությունների փորձը օրենսդրական փոփոխությունների միջոցով որոշակի վերահսկողություն սահմանել։ Խոսքս տխրահարչակ ֆեյքերի օրինագծի մասին է, որը հետո իհարկե սառեցվեց։ Մնացած առումներով, քաղաքական ճնշումների առումներով, մենք գիտենք, որ համարյա ամբողջ հեռուստաեթերը, համարյա եմ ասում, բացառությամբ 1-2 բան, տոտալ վերահսկողության տակ է իշխանությունների կողմից, տնտեսականով էլ չասեմ։ Եկեք այս բոլոր հարցերի մասին առանձին խոսենք, բայց մինչև այդ ես փորձեմ հիմնավորել այն գնահատականը, որ համարում եմ, որ այնուհանդերձ սա քաղաքական ազդեցությունների հետևանք է։ Տեսեք, Եվրասիան գրեթե միակ տարածաշրջանն է, որտեղ ազատ մամուլ ունեցող երկիր չկա ըստ Freedom House-ի զեկույցի։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս ցուցանիշը սպասելի էր եւ առաջին հերթին հենց կապված է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հետ։ Լսենք, թե ինչ է ասում պարոն Նավասարդյանը։ Պարբերաբար մենք մոտենում ենք մասնակի ազատ երկրների շարքերին, դա ասենք 2 տարի առաջ է եղել, երբ մոտեցել ենք, ընդամենը 1 միավոր էր մնում։ Հիմա մի քիչ նահանջել են, քանի որ Freedom House-ը այլ չափորոշիչների հետ նաև հաշվի է առնում ընդհանուր քաղաքական միջավայրը, որը կարող է նպաստող լինել խոսքի ազատության համար կամ հակառակը խանգարող, եւ գոնե այդ տեսակետից մենք ակնհայտորեն գտնվում ենք ոչ բարենպաստ քաղաքական միջավայրի հետ, դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ Հայաստանը անդամակցել է Եվրասիական միության եւ եթե ոչ շատ կոնկրետ պրակտիկ հետևանք է դա իր հետ բերել, բայց բերել է ակնհայտ սպառնալիքներ։ Սպառնալիքները արդեն իսկ իրականացել են, որ կարելի լիներ խոսել այն մասին, որ այս ոչ բարենպաստ քաղաքական միջավայրում լինելը արդեն իսկ որոշակի ազդեցություն է ունեցել Հայաստանի մեդիադաշտի վրա։ Գիտեք, Եվրասիականին անդամակցությունով ողջավորվածներից չեմ, բայց մի քիչ արդեն բան է անհամությանը վերածում ես ամբողջը։ Ես հիշում եմ, որ
այդ հայտնի հայտարարությունը Սերժ Սարգսյանի Եվրասիականին անդամակցելու մասին, դրանից հետո միանգամից հաջորդեցին հայտարարություններ, մտավախություններ, թե հիմա ռուսական նույն աշխատաձևով Հայաստանում մամուլն է ճնշվելու, բայց այն մեթոդները, որ Ռուսաստանում են, որևէ նշում չկար Հայաստանի դեպքում։ Այսինքն 1.5 տարի անցել է, բայց իբրև ուրվական օդում է, վայ, հիմա մենք էլ ենք մտավախություններ չկան, ասենք ինտերնետը սահմանափակելու, ինչ որ կամ կարգավորելու կոչեր չեն հնչում եւ այլն։ Գիտեք, մտահոգություն միշտ պետք է լինի։ Անկախ են բանից, դու որ տարածաշրջանում ես, Թուրքիան եվրոասոցիացման ճանապարհի վրա է, շաբաթը մեկ Twitter-ն ու Facebook-ն է փակում։ Բայց իրականում գործնականում չկա որևէ քայլ, որը սահմանափակ էր։ Եվ սրանով գալիս է փաստվելու, որ Freedom House-ի զեկույցը մամուլի ազատության մտահոգություններից շատ ավելի քաղաքականացած զեկույց է։ Կախված Հայաստանի իշխանությունների, Հայաստան պետության նկատմամբ բարեմուտքի դիրքորոշումների, Freedom House-ի զեկույցը, ինչպես նաև շատ այլ զեկույցներ, դրանով արդեն ձևավորվում է։ Տեսեք, այս տեսակետի իմաստով եւս մի հատ լրացնող մեջբերեմ ժողովուրդ օրաթերթի խմբագրական էր, որտեղ նշված էր, որ ուղղակի հարց է, որքանով է ներկայացված ցուցանիշը անաչառ, համեմատ օրինակ հենց թեկուզ Վրաստանի, որին վերապահված է այս տարածաշրջանում միակ մասամբ ազատ երկիրը լինելու պատիվով, մասնավորապես օրինակ էր բերված, որ եթե փորձենք Վրաստանում գտնել օրինակ ազգային փոքրամասնությունների շահերի ոտնահարման թեմայով հրապարակում, կտեսնենք, որ դրանք այնքան սակավաթիվ են ու լղոզված, որ համարյա հավասար են չլինելուն եւ որքան էլ այդ տարբերությունը Հայաստանի եւ Վրաստանի մեդիադաշտի միջեւ մենք 135-րդ տեղում ենք, Վրաստանը 93, այդքան ցցուն չպետք է լինել։ Մեկ ուրիշ օրինակ եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցների ազդեցությունների հարցը շատ փոքր է 180 եւ 188 համապատասխանաբար, մինչդեռ էլի ակնհայտ է, որ որքան էլ Ռուսաստանում էլ վիճակը աննախանձելի լինի, բայց Ադրբեջանի հետ մեղմ ասած Վրաստանը ներողություն, Վրաստանը ուրիշ օրինակ ասեմ։ Այսինքն մենք հիմա ասում ենք պետությունը վերահսկում է հեռուստաընկերությունները, այո, վերահսկողության տակ կա, բայց Վրաստանը ինչ վիճակում է։ Ես համագործակցում եմ ԻՄԵԴ-ի, Ռոստավի հեռուստաընկերությունների հետ եւ կարող եմ հստակ ասել, հարցազրույցների կամ թեմաների խնդրանքով, որ հեռուստաընկերությունները զանգարում են, նույն օրը ԻՄԵԴ-ին է, Ռոստավին է, նույն թեմայի շուրջ միշտ այդպես էլ է, նույն թեմայի շուրջ զանգարում են կլինի այս նյութը պատրաստել, որը հստակ է, իշխանությունը պատվեր է տալիս երկու հեռուստաընկերությունների Վրաստանին իրավիճակին տեց առանձնապես վերլուծություն չեմ արել եւ բացարձակապես չեմ ցանկանում այդ համեմատությունների մեջ մտնել, էլ ինչքանով իրենք ազատ, ինչքանով իրանք ազատ, ինչքանով է Ռուսաստանը ազատ, ինչքանով, բայց այն որ ասենք Ռուսաստանում մի քիչ ավելի ծանոթ լինելով Ռուսաստանում կատարող են իրադարձությունները, թեկուզ հենց ինտերնետի սահմանափակումների հետ կապված, այդ իրենց Ռոսկոմնadzորի հայտնի գործողություններին, դա բավական է ասելու համար, որ այնտեղ այդ կամաց կարող է դա տարածվի նաեւ այլ լրատվամիջոցների վրա եւ վտանգը կա ամենայն դեպս։ Բայց Ռուսաստանն էլ ինձ այդպես ճիշտ ասած չի հետաքրքրում, ինձ հայաստանյան իրավիճակն է հետաքրքրում եւ անկախ նրանից ինչ քաղաքական նկատառումներով է տալիս Freedom House-ը եւ այլ կազմակերպություններ, որտեղ տարվա սկզբին կամ հետո էլ լինելու են նաեւ լրագրողներ առանց սահմանների եւ մնացած այլ կազմակերպությունների զեկույցներ, անկախ նրանից ինչ զեկույցներ են, ինչ գնահատական են տալիս, նա մենք ներսում ենք, մենք տեսնում ենք, մենք այդ բոլորը վերլուծում ենք ինքներս, չէ՞։ Նորից եմ ասում, տարվա սկզբին փետրվարին, եթե չեմ սխալվում, հրապարակվել է Ոսկե ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցը, հերթական զեկույցը բոլոր այն բաների վերաբերել, որ կատարվել են 2014 թվականին։ Եթե նայում ենք այդ զեկույցը, տեսնում ենք, որ ասենք նախորդ տարվա համեմատ ինչ որ բաներ պակասել են, հա, ինչ որ ճնշումներ, չգիտեմ, եւ այլն պակասել են, ինչ որ բաներ ավելացել են, բայց ընդհանուր մթնոլորտ, ընդհանուր իրավիճակը մնացել է նույնը ըստ էության։ Եվ այդ մեկ միավորի տարբերությունը, որ տալիս է Freedom House-ը, դա արդեն մեթոդաբանության խնդիր է զուտ։ Տեսեք, զեկույցում մասնավորապես ծավալուն անդրադարձ կա հեռուստաընկերություններին, հա, օրինակ Freedom House-ը նշում է, որ չնայած օրենքի համաձայն կուսակցություններին արգելված է վերահսկել կամ ունենալ հեռուստաալիքներ, բայց ալիքների մեծ մասի սեփականատերերը սերտ կապեր ունեն կառավարության հետ եւ այդպիսով լուրերի հեռարձակումը դառնում է քաղաքական։ Նաեւ նշում է, որ չնայած արտահայտման ազատության սահմանադրական երաշխիքներին, մամուլի ազատության սահմանափակումները պահպանվում են եւ
մասնավորապես իշխանությունները ոչ ֆորմալ կերպով ճնշում են գործադրում հայաստանցիների մեծամասնության համար տեղեկատվության հիմնական աղբյուր հեռարձակող մեդիան վերահսկողության տակ պահելու նպատակով։ Ինչ կարող է կառարկել։ Մի տարի Freedom House-ի ներկայացուցիչները եկել են Երկիր մեդիա, 2-3 օր առաջ զեկույցներ հրապարակվել, ասացի գիտեք ինչ գրեք Երկիր մեդիայի մասին չէին եղանա, բայց շատ վիրավորված են, որովհետև Freedom House-ի այդ տարվա չեմ հիշի որ թիվներ, այդ տարվա զեկույցում գրել էին, թեև Երկիր մեդիան պատկանում է օրինակ Երկիր կուսակցությանը, բայց եւ այլ։ Դուք ճշտում անեիք։ Ճշտման հարց չկա։ Ասեմ հետեւյալը, գիտեք, այդ կուսակցություններին պատկանել օրինական բոլոր նորմերով ես Երկիր մեդիայով ասում։ Երկիր մեդիայի հեռուստաընկերությունը չի կարող, որովհետև օրենսդրությունը արգելում է հեռուստաընկերությունը փակ վարչապետական ընկերություն։ Մակա հավատան, չեն հավատա, դա էլ խնդիրը դաշնակցությունը չի ֆինանսավորում Երկիր մեդիան։ Բայց բաժնետերերի մի որոշ մասը դաշնակցականներ են։ Այո։ Բայց տվյալ դեպքում կարևոր է բովանդակությունը։ Կարևոր է բովանդակությունը, կարևոր է հեռուստաընկերության այդ բացվածությունը, քաղաքական շրջանակների տեղ տալը, ներկայացնելը, գործունեությունը ներկայացնելը, չեն կարող ինձ ասել որևէ բան, որը Երկիր մեդիայի եթերում չի ներկայացվում։ Տեսեք, նայեք, այդ հարցի շուրջ, որ ասում են վերահսկումը եւ իշխանությունների կողմից շատ պարզ օրինակ կա, ստեղծվեց այսպես կոչված ինչ էր Pan-Armenian, չգիտեմ ինչ, holding, media group-ը, հա, holding, որը մի մեծ կազմակերպություն եւ բոլորս գոնե եթե ոչ դե յուրե դե ֆակտո գիտենք ում վերահսկողության տակ եւ ինչպես է կապված Բաղրամյան 26-ի հետ, հա, ինչ կանով է կապված Բաղրամյան 26-ի հետ։ Պարզ չի, որ մի ամբողջ հոլդինգ, որը հսկայական մեդիա միջավայր է մանանում, վերահսկվում է այդ նույն տեղից։ Պարզ չի։ Դա այնքան պարզ բան է, որ տեսեք, այդ մասին շատերն են խոսում, օրինակ նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյան իրան էլի է մեջ բերելու։ Ինքը հրապարակ թերթին տված հարցազրույցում ասել էր, որ լրատվական դաշտը ենթարկվում է հստակ իր ձևակերպումը, ասեմ, կուրացիայի եւ այդ կուրացիան իրականացվում է նախագահականից ամբողջությամբ ըստ նրա վերապահում է, որևէ բացառություն չէր արել։ Գիտեք, այսքան հոգնեցուցիչ է, այսքան իրոք հոգնեցուցիչ է։ Արամնա Կարապետյան խոսացել է։ Արամնա Կարապետյան խոսացել է, ինչ պետք է, այսքան ինչ ապացուցեմ, Արամին բերեմ նստեցնեմ Երկիր մեդիայի մոնիտորինգ անի։ Դեպ ինքը ասում է, որ 3 տարուց ավելի հեռուստաընկերությունները կոնկրետ իրեն չեն կանչում։ Չէ, Արամը ճիշտ չի ասում։ Իր մեջ հարցազրույցից մեջ բերում է, որ 3 տարի է իրան հեռուստաընկերությամբ հյուր չեն կանչել, ասուլիսները չեն լուսաբանում։ Հարգելի Աննա ջան, գիտեք խնդիրը որն է, Արամ Կարապետյանին որպես ինչ հիմա հրավիրե։ Արամ Կարապետյանը նախագահի թեկնածու էր, ասում ենք լավ, Արամ Կարապետյանին հիմա ինչ հրավիրել։ Երևանի ամեն քաղաքացու էլ կարող է այդպես հրավիրել։ Եկեք շարքը շարունակեմ։ Ռուբեն Հախվերդյանը օրերս Ամեկ+-ի հյուրներ եւ ասաց, որ էլի իրեն չեն կանչում հեռուստաընկերություններ։ Էլի անուններ են նշվում, որոնք կոպիտ ասած սև ցուցակի մեջ են Արամ Սարգսյան, ինչ որտեղ նաեւ Նիկոլ Փաշինյան։ Կարող ենք պնդել, որ հեռուստաընկերություններում այդ տխրահռչակ սև ցուցակների մարդկանց ում լուսաբանելու տապուկա պահպանում է, թե սա Քանի որ ես մոնիտորինգ չեմ այլ ու չգիտեմ, ճիշտն ասած, քանի որ ես սովորեմ խոսել փաստերով, հա, եթե ես փաստ չունեմ, մոնիտորինգ չեմ այլ, չգիտեմ ում ինչքան են կանչել, ինչպես են կանչել, չեմ կարող ասել, որ հստակ ցուցակ կա կամ ցուցակը չեմ տեսել։ Հիմա դժվար է, բայց ընդհանուր մթնոլորտը նայելով կարող ես եզրակացություն անել, որ ինչ որ բանի, ինչ որ կուրացիայի, ինչ որ բանի ենթարկում են։ Ավելին, երբ որ ես ասացի այդ բանի, հա, այդ մեծ հոլդինգի ստեղծման պատմությունը կամ մնացած այլ հեռուստաընկերություն, ել չեմ ասում այն հայտարարությունները, որ հնչում էին մի քանի ամիս առաջ, որ այո, ինչու՞ պիտի ուրիշ կուսակցություններ բան ունենան, մենք չունենանք, հա, հանրապետական կուսակցությունը չունենա, հեսա մենք էլ ենք բացելու, ճոշարկային հանրապետականները եւ բացեցին, որ անունով հանրապետական չի իհարկե, բայց սա չի նշանակում, որ քաղաքական վերահսկողություն կա։ Սրանք փաստեր են։ Տեսեք, մթնոլորտի մասին հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշում է, որ թե իշխանությունների եւ թե հասարակության կողմից լրատվամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի աճ կա։ Լսենք։ Այս թշնամու վերաբերմունքը, երբ որ ուզում են անընդհատ ոչնչացնել, բնաջնջել, այնպես անել, որ լրատվամիջոցը փակվի, վերանա, ասպարեզից հեռանա, պիտի այդ վերաբերմունքը փոխվի։
Պիտի իշխանությունը ինքը գիտակցի, որ այդ ցանկացած լրատվամիջոց, որը որ գործում է, նույնիսկ եթե շատ դառը ցավոտ հարվածներ է հասցնում, քննադատում է իրեն, դա երկրի համար ծայր անհրաժեշտություն է։ Առանց լրատվամիջոցների գոյության երկիրը չի կարող նորմալ երկիր դառնալ։ Դա բացառված բան է։ Դուք համաձայն եք, որ իրոք կա այդ բացասական վերաբերմունքի աճը։ Գիտեք, օբյեկտիվ պատճառ էլ կա դրան։ Կա է սուբյեկտիվ պատճառ եւ կա օբյեկտիվ պատճառ։ Ի վերջո հասարակությունը նաև բացական վերաբերմունք ունի տարբեր պատճառներով, սկսած օբյեկտիվ լրատվություն ստանալու, վերջացրած իրեն մտահոգող խնդիրների։ Ինչ շատ ավելի քիչ է անհանգստացում Freedom House-ի զեկույցը, քան այն իրավիճակը, որը կա հայկական լրատվամիջոցներում, երբ ներառական կրթության մասին նյութերի պակաս կա, երբ հաշմանդամության խնդրի մասին պակաս կա, ազգային փոքրամասնությունների կյանքի առօրյայի մասին նյութերի պակաս կա, հեռուստատեսություն, գուցե եւ այդքան պակաս չի, որքան նրանք այդպիսի ընթերցողական հետաքրություն չեն առաջացնում, ոնց որ սկանդալային հասարակության հետաքրությունը, այսինքն հասարակության վերաբերմունք լրատվամիջոցի նկատմամբ գալիս է սրանից, յուրաքանչյուր ուզում է լսի այն, ինչ որ ինքն է ուզում, հենց ինքն է ուզում, հա, եւ եթե այդ չի լսում, ասում դուք վատ թերթ ես, դու վատ լրատվան ես, վատ հեռուստաընկերություն ես, ասում ենք եւ այսպես, այսինքն այդ հասարակության բանով, այսինքն եթե դատենք նրանով թե ինչ է ուզում հասարակությունը, պետք է երկիր մեդիա հեռուստաընկերությունը հասարակության մի մասն էլի ենթադրենք, ասենք առավոտից իրիկու տարբեր տեսակի օճառային սերիալներ տա, հա, բայց դա չի, մենք պրոֆեսիոնալներով լրատվամիջոցների գործունեությունը գնահատում ենք լրատվական, քաղաքական, մշակութային եւ այլ տիպի հաղորդումների բազմազանությամբ։ Ինչքանով է բազմազան այդ հաղորդումները, ինչքանով են ավելի շատ տեղեկություններ տալիս, ինչքանով են բազմակողմանի, ինչքանով են, չգիտեմ, ես չեմ սիրում ասել օբյեկտիվ, որովհետեւ դրա պակասը միշտ զգացվում է, ինչքանով են անկողմնակալ, այսպես ասեմ, հա, տալիս տարբեր տեսակետներ։ Երբ որ նայում ես այս գնահատականներով եւ փորձում ես վերլուծել, մանավանդ հեռարձակող լրատվության միջոցներում ցավոք սա չես տեսնում։ Ուզենայի անդրադառնալ այս շաբաթ տեղի ունեցած մի երկու իրադարձությունների, որոնք երևի թե իրենց անդրադարձը կգտնեն միջազգային կազմակերպությունների արդեն հաջորդ տարվա զեկույցներում։ Տեսեք, հատուկ հնչական ծառայությունը արդեն 4-րդ անգամ որոշեց, որ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել Ամեկ+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ էլի գործը կարճեց, հա։ Մինչդեռ հիշում եք կա տեսագրությունը, որ Վճռաբեկ դատարանը որոշեց վարույթ չընդունել հրապարակ եւ Իլուր-ԵՄ կայքի ներկայացուցիչների բողոքը, որով պարտավորեցվում է լրատվամիջոցներին տեղեկատվության աղբյուրը բացահայտել ու պարտավորեցնել։ Ինչպես եք սա գնահատում։ Կոնկրետ հրապարակի եւ Իլուրի հետ կապված մի քանի առիթներ ունեցել եմ Երկիր մեդիայի եթերում նաեւ քննարկումներ անել։ Գիտեք, նույնիսկ դա իշխանական բուրգի հարցը չի։ Ինչ որ մեկի ուսադիրի հարցներ, որ ճշտել, այդ ինֆորմացիան որտեղից է դուրս եկել։ Հիմա կարծում եմ մի քիչ ավելի դա կմեղմվի, որովհետեւ Շիրակի ոստիկանապետին, որ գործից հանեցին, արդեն այդ թասիբի խնդիրը չկա, բնականաբար վատ։ Ուրիշ որևէ բան չկա, այսինքն որևէ չինովնիկի պաշտոնյայի կամ իրավապահի անուղեղության հետևանքով ինչ որ դրվագներ են լինում, որոնք հետո կուտակվում են, դառնում են բացասական երևույթ։ Նայեք, երբ որ այդ դեպքը քննչականը կարճում է ու չի քննում, դրան հաջորդում է հաջորդը, հիշում եք, չէ՞, մի քանի օր առաջ Արմենիա Մարիոտի դեմ երբ որ լրագրողներին արդեն ուրիշների այսպես կոչված թիկնապահներն են խոչընդոտում իրենց աշխատանքը, չեն թողնում նկարեն եւ այլն։ Այսինքն հատուկ քննչական ծառայությունը բացասական դեր է կատարում այս դեպքում, ասում արխային արեք։ Ես ձեզ ոչինչ չենք անելու։ Քննիչի եզրակացությունը հա մեջ բերեմ, ինքը կոնկրետ նշում է, որ բացակայում են Մարինե Խաչատրյանին ծեծի ենթարկելու, իսկ դա ոնց որ թե ծեծ չի իրոք։ Նաեւ վերջին իսկույնքը դիտավորությամբ կամ այս երկրորդի մասով դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հանցակազմերը։ Բայց դա ուրիշ հանցակազմ է, նա ուրիշ է, կա քրեական օրենսգրքի 164-րդ հոդված հարգելի քննիչ, որը կոչվում է լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը։ Դա անգամ եթե տեսախցիկի առաջը փակեր, դա արդեն խոչընդոտել էր եւ դրանով կարող էր գնալ դատապարտման թեկուզ պայմանական մեկ լումա տուգանքով։ Տվյալ դեպքում քննիչի այդ անգործունեության մի պատասխան կարա հանրային այսպես դատաստան լինի ոչ բռնության։ Ի վերջո
ծառայողը աշխատում էր ազգային ժողովում։ Ընդդիմադիր Պետական պահպանության գնդում։ Ընդդիմադիր պատգամավորները դերակատարություն կարող են ունենալ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները։ Այսինքն ուղղակի ռուսերեն սիրուն արտահայտություն կա իզգոյի վիճակում դա։ Մեր զրույցի վերջում լսենք, թե մեր քաղաքացիները, ինչպես են գնահատում մամուլի ազատությունը Հայաստանում։ Մեր մամուլին հետևում եք։ Այո, իհարկե հետևում եմ։ Մենակ հայկական ժամանակ դա եմ կարդում առավոտ ու մնացած ծերտերը ոչ։ Բոլոր մամուլներին էլ վստահում եմ։ Որովհետև հավատը ուրեմն ամեն ինչ լավ է, բայց լավ է, ոչ մի բան էլ չեն տաքսնում, լավ էլ ինֆորմացնում են ժողովրդին։ Որոշապով ազատություն կա, դա չեմ կարող թաքցնել։ Այո, կարող են ամեն մարդ իր մտածվածը ազատ ձևի ասի։ Համենայն դեպս ոչ ամբողջությամբ ոչ լրիվ են վստահում։ Դե հնարավոր չի ամբողջ ինֆորմացիան լրիվ ճշգրտորեն ինֆորմացնեն, բայց երևի 70% ինֆորմացնում են։ Բոլորը խեղաթյուրված իրականությունն են ներկայացնում, իրական կյանքը կուլիսների ետևում է գտնվում։ Դրանք ոչ բան ճիշտ չեն ասում, թե իրական կյանքով ապացուցված է։ Իրականը ոնց որ տեսնում ենք, էլի հագարակն են ասում, բայց այդպես բան չկա, չէ։ Շոուի նման մի բան էլ, էլի, երևի իրանց էլ է, չես էլ մեղադրի իրանց, էլի, պիտի անեն, որ իրանց թերթը վաճառվի, էլի, բան։ Ճնշումներ, սահմանափակումները ձեզ կան մեդիայի վրա։ Բնականաբար։ Ում կողմից։ Կառավարությանելու։ Դե կառավարական ինչ-որ իսկ քո սրտի ցանկությունն ասես միգուցե եւ չհրապարակվի։ Լրատվամիջոցների վրա, լրագրողների վրա ճնշումն է։ Ինչպես են ասում, 4-րդ իշխանության վրա։ Մամուլը ոնց է կարծում, մամուլը ինչի համար է, այդտեղից սկսենք։ Չէ, մամուլը դրա համար չի, ոնց է կարծում։ Բավական տարբեր են, տեսակետները եւ մի քիչ եթե ամփոփելով մեր զրույցը ասեմ, հույս կա արդյոք, որ եթե անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները իրականացվեն, եթե լրագրողների դեմ բռնարարքների դեպքերը բացահայտվեն, Հայաստանը կարող է հանկարծ եկող տարի ներգրավի արդեն ազատ լրատվամիջոցներ, գոնե մասնակի ազատ լրատվամիջոցներ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ազատների մեջ կընդգրկվի այն դեպքում, որ երբ որ Վաշինգտոնում, Սպիտակ տանը, պետդեպարտամենտում մի քիչ ուրիշ աչքով նայեն Հայաստանի իշխանություններին եւ Հայաստան։ Ես իհարկե չեմ կիսում այդ տեսակետը, ինձ համար բացարձակ հետաքրքիր չի Վաշինգտոն, պետդեպարտամենտ եւ այլն։ Ես ներսից եմ նայում եւ ներսից եմ քննում եւ ներսից գիտեմ ինչա կատարում մեր լրատվության միջոցներում եւ թե Freedom House-ով բան կընկնի ոչ ազատների շարքը օրենսդրական ընդ որում կոնկրետ օրենսդրական փոփոխությունները այստեղ դեռ չեն կատարում, որովհետեւ օրենսդրական ընդամենը մի քանի մանր մունր փոփոխություններ կան, առանձնապես հեռարձակվող լրատվության միջոցների ոլորտում նոր հեռուստատեսության ռադիոյի մասին օրենք է պետք հաստատ որպեսի չփակվեն հեռուստաընկերությունները, որովհետեւ հենց փակվեցին, մենք դարձել մնալու ենք անազատների շարքում։ Իսկ մնացած դեպքերում հարկավոր է որպեսի իշխանությունների ներկայացուցիչները խորհրդարանում չգորգորան լրատվամիջոցների վրա, հարկավոր է որպեսի այդպիսի պահպանության գնդի բաները չխոչընդոտեն, հարկավոր է որպեսի այդքան դատեր չբացեն, ավելի հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ եւ այլն։ Այս մտնորդ, թե չէ Ամերիկա, Վաշինգտոն, բան այդ ինչ է։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեգամ Մանուկյանը եւ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։